Նիկոլ Փաշինյանի ճակերտավոր արդարությունն ու կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը սկսում ու ավարտվում է ընդամենը 2 տարեց կնոջ ձերբակալումով։ Խոսքը Գյումրու ընտրությունների ֆոնին ձերբակալված ու 3 գիշեր անազատության մեջ պահված 75-ամյա Կիմա Հայրապետյանի ու 70-ամյա Անահիտ Խալաթյանի մասին է, ովքեր մեղադրվում են ընտրակաշառքի խոստում տալու մեջ։ Էդիշկան մարդիկավ ընձի քննեց աղջիկ ջան, մազերից վրա ինչքան որ հաշիվ կա, ընի քննեց ընդրտվավ, ընձի կստիվեն ուսած է փող, տո ինչ փողի հարկ չեղեն, ընձի առաջարկություն չեն երեն, ես ընձի փող չեն տվե, ես ուրիշի փող չեմ տվե, ոչ է խոստացել եմ, պալաջան, ինձի ինչ պետք է որ ընձի էգան քաշեցին, չիդեմ, ինչ Բոլի հակազեն, միլիտային ինքեն, համալը ապտոյի չէ, ամբես կաշին ընձի կստեցին ապտոն ուրա, հետեն էլ հաշկերը վարես չարել ես պես մատը պես կենե, հանգար չխոսասում է, կողկու բոլորը չէ, կասի տղա ջան, մարդ ասպան եմ, խուլիգան եմ, ինչ եմ, ծուստ սեջե քեզի էց է։ Քեզի ինչ։ Հա, հեզի հեմի գտանիք ու պագենքը։ Կիմա Հայրապետյանին ու Անահիտ Խալաթյանին իրավապահները ձերբակալել էին ընտրատեղամասի մոտ, երբ նրանք Կիմայի 90-ամյա բարեկամուհուն օգնել էին հասնել քվեարկության։ Նախորդին 90-ամյա տիկուշին ազատ էին արձակել առանց որևէ մեղադրանքի, իսկ մյուս երկուսին մեղադրանք ներկայացրել։ Երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։ Գյումրու ընտրությունների օրը առավել ակներև ընտրախախտումներ տեղի ունեցան Հօգուտ քաղաքացիական պայմանագրի, սակայն դրանց վերաբերյալ իրավապահ համակարգը լուռ է։ Իշխանության կողմնակիցները կուտակվում էին ընտրատեղամասի առջև, ուղղորդում մարդկանց։ ՔՊ վստահված անձինք ցուցակներով ընտրողներին էին հաշվառում, անհասկանալի նպատակներով, իսկ քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի տեխնացու Սարիկ Մինասյանը վարելափայտ տալու խոստումներ էր տալիս։ Այս բոլոր դեպքերի մասին ոստիկանությունը մինչ այժմ լուռ է։ Նույն իրավապահները անգամ չէին փորձում կարգի հրավիրել Գյումրիում հարբած շրջող ու հասարակական կարգը խանգարող ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, սակայն 2 տարեց կնոջ վրա նրանց ուժը պատում է։ Մինագար էլի աղբերս, մինագար է, հա։ Մինագար է, հա, տարիներ աղբերս։ Խուշար չես, Դուք չեք լսում, բացեցիք չեմ լսում։ Բա դուք չեք լսում։ Կեզի պեզի դեպե ուզելապ խապեմ դե։ Կադա, ոտը սիլեմ կխապել։ Ցավերը ցանեք, մենք ինչ ենք երեոր կնագարեք, ինչ կանագա, հրեշտակ չեք տեսել։ Թաղամասը բավականին ակտիվ, թաղամասը այստեղ նաև Թաղամասը միշտ ակտիվ է։ ընտրությունների համար ասում եք եկել եք Ռուսաստանից, սենց տղաներով կանգնած եք, 4 բոլորն էլ ընտրատեղամասեր են, ահազանգ կա, որ այստեղ ընտրակաշառք են բաժանում։ Այդպիսի ահազանգի հետքերով ենք եք։ Ընտրակաշառք չենք տալ, մենք ընտրակաշառք չունենք փողոր բաժանենք, չկա փող, ուրիշ բաժան։ Ինչ խախտում է տեղի ունեցել։ Դուք ում կողմից եք։ Մենք տեսել ենք, որ դուք արձանագրում էիք։ Հեռախոսազանգով և ցուցակով դուք արձանագրում էիք։ Այո, մենք տեսանք, մենք ականատես եղանք։ Ով է դիտորդը։ Թուղթը ցույց տվեք, հա մեզ։ Թուղթը ցույց տվեք, տիկին։ Թողեք ինքը բացատրի, Ինչն էիք արձանագրում։ Թուղթը կարող եք ցույց տալ, որ մենք հիմա լուսաբանում ենք։ Ճիշտ ասած նոր նկատեցիք դուք Դուք հեռախոսազանգով եւ խոսում եք եւ ծիճկա եք դնում, մենք արձանագրել ենք։ Կարող եք թուղթը ցույց տալ մեզ, որ մենք լուսաբանում ենք։ Ավելի վատ կլինի տվեք ձեր թուղթը, հենց հիմա։ Վախենում եք։ ՀՊ-ի Ապա ինչի՞ չեք տալիս։ վստահված անձը ընտրախախտումներով է առաջարկվում։ Հենց հիմա ցույց չտվեցիք։ Փաստաբանները մոտենում են, խնդրում եմ ցույց տալ թե։